Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1398-րդ օրն է։ Լուրերը շատ են, կփորձեմ ձեզ համար կարճ ներկայացնել ամենակարևոր թեմաները։ Մինչ ռազմաճակատում ծանր մարտեր են եւ ռուսները նորից կորուստների ռեկորդներ են խփում, ՆԱՏՕ-ն պատրաստում է Ուկրաինայի երաստիճան պաշտպանություն Ռուսաստանի նոր ագրեսիայից։ ՆԱՏՕ-ն ոչ միայն չի կրճատում Ուկրաինային տրամադրվող օգնությունը, այլև կառուցում է երկրորդ ավելի կայուն մատակարարման համակարգ առաջիկա տարիների համար։ Իսկ Ռուսաստանում շարունակում են տառապել իրենց հզոր երկիր ներկայացնելու փորձերի վայրիվերումներում, երբ Պուտինի ստերը դարձան ակնհայտ, Կրեմլի քարոզչությունը սկսեց համոզել ռուսական աուդիտորիային, թե Կուպյանսկը Ռուսաստանին պետք չէ, սակայն բանակը նոր գրոհներով Կուպյանսկի վրա փորձում էր նորից գրավել քաղաքը։ Երևի չեն կարողանում կողմնորոշվել պետք է թե չէ, հա։ Պատերազմյան սարկազմ։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի նավթագազային հենարանը ճաքեր է տալիս, Ռուսաստանին կանխատեսում են շուրջ 10 տրիլիոնի չափով բյուջետային բաց դեֆիցիտ։ Մոսկվան արդեն ընդունում է, որ Ռուսաստանը կորցնում է նավթային պետության իր կարգավիճակը։ Իդեպ Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունը կիրակի օրը պատմել է, թե ինչպես են ռուսները դիմավորելու 26 թվականը, կանդրադառնանք, իսկ ուկրաինական հետախուզության հատուկ գործողությունը հերթական անգամ ցույց տվեց ռուսական բանակի անօգնականությունը իրենց ավիացիոն տեխնիկան պաշտպանելու հարցում։ Գուրի գործակալը Լիպեցկի մոտ ոչնչացրել է 2 ռուսական ինքնաթիռ։ Խոսքը Su-27 եւ Su-30-ի մասին է, բայց հակառակորդը կորցնում է ոչ միայն տեխնիկա, դեկտեմբերի 22-ի առավոտյան Մոսկվայի հարավում պայթեցվել է զինվորականի ավտոմեքենա, զոհվել է ռուսական բանակի գեներալ-մայոր Ֆանիլ Սարվարովը, որը կռվում էր Ուկրաինայի դեմ։ Իմ եթերներում ես բազմիցս ասել եմ, որ բոլոր հանցագործները պատասխանատվության են ենթարկվելու եւ նրանց գտնվելը Ռուսաստանում կամ աշխարհի որևէ այլ վայրում չի փրկի անմեղ մարդկանց սպանողներին։ Գիշերը Կրասնոդարի երկրամասի բնակիչները տեսել են առնվազն 10 պայթյուն եւ հսկայական լուսավորություն գիշերվա մեջ։ Ուկրաինական դրոնները հարձակման ընթացքում վնասել են խողովակաշար, նավթամատույցներ եւ 2 նավ։ Ինչպես հայտնի է, Թաման նավահանգիստը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության հարավի կարևորագույն լոգիստիկ հանգույցներից մեկը։ Ես համոզված եմ, որ Ուկրաինայի դեմ ագրեսիա սկսելով Պուտինը նույնիսկ չէր կարող պատկերացնել, թե ինչ դժվարությունների ու խնդիրների է բախվելու։ Իդեպ մեր երկրի վրա հարձակվելով նա ակամայից խթանեց Ուկրաինայի ռազմական զարգացումը։ Պուտինը երազում էր ապառազմականացնել մեր երկիրը, բայց արդյունքում ստանում է ավելի մեծ ռազմականացում եւ հարվածներ Ռուսաստանի տարածքում։ Իդեպ նման բան նախկինում ոչ ոք չէր համարձակվում։ Ռուսաստանցիները սովոր չեն հարվածներ տեսնել իրենց երկրում, իրենց քաղաքներում, այլ երկրների կողմից։ Նույնը վերաբերում է նաեւ Եվրոպային, ռազմական առումով ոչ բավարար ամուր Եվրամիությունը սկսել է քայլեր ձեռնարկել ռազմական հզորության ինքնուրույն աճի ուղղությամբ առանց Ամերիկայի։ Այսօր թե մարտի դաշտում, թե քաղաքական ռազմաճակատում որոշվում է ուկրաինական պետության ճակատագիրը։ Ուկրաինայում որոշվում է նաև Եվրոպայի ճակատագիրը։ Այդ իսկ պատճառով Եվրոպան ամուր փորձում է կանգնել Ուկրաինայի կողքին։ Սա է այժմ ամենակարևորը եւ հենց այս թեմաների շուրջ մենք ձեզ հետ ավելի շատ քննարկում, այլ ոչ թե այն մասին, թե ինչ են ասում եւ գրում տարբեր լրատվամիջոցներ իրենց սպեկուլյատիվ հոդվածներում։ Ես բազմիցս կրկնել եմ, կարևոր է թե ինչ ենք մենք մտածում եւ անում, կարևոր են մեր քայլերը, ոչ թե այն, թե ինչ են այդ մասին մտածում ուրիշները։ Միևնույն ժամանակ կարևոր վերափոխումները շարունակվում են նաեւ Մերձավոր Արևելքում, տարածաշրջան, որի հետ սահմանակից է մեր հայրենիքը Հայաստանը, ռեգիոնում տեղի է ունենում բազմաթիվ երկրների շահերի խոշոր բախում եւ մեզ համար Հայաստանը պահպանելու նպատակով անհրաժեշտ է բոլորից լավ հասկանալ իրավիճակը եւ հնարավոր մարտահրավերները։ Բազմիցս ասել եմ, որ մեր փորձագետները պատրաստ են իրենց ուժերի չափ օգնել մեր հայրենիքին։ Ինչպես արդեն ասել եմ երեկվա եթերում, Հայաստանի հարևանները ձևավորում են նոր շարքեր եւ բլոկներ։ Չգիտեմ հայկական զլմներում ուշադրություն դարձրել են թե ոչ, բայց վերջերս Թուրքիայի հանդեպ լուրջ քայլեր են իրականացվում։ Օրինակ Կատարը եւ Ամերիկան Իսրայելի ազդեցության տակ Թուրքիային դուրս են թողնում այն տարածաշրջանային գործընթացներից, որտեղ Իսրայելն ունի շահեր։ Իսկ Ադրբեջանը, որը նախկինում հավասարակշռում էր Թուրքիայի եւ Իսրայելի միջև, արդեն սկսել է շփոթվել, որ կողմն ընտրել։ Ալիևը կանգնած է խաչմերուկում ու դա խաղաղության խաչմերուկը չէ։ Երեկվա եթերում ասացի, որ Թուրքիան այնքան է խորացել Սիրիայի process-ներում, որ կարծես երկրորդ Ադրբեջան է կերտում, որոշումներ է ընդունում երկրի տարբեր ոլորտների կենսունակության առումով, բանակի վրա է մեծ ազդեցություն ունենում։
եւ Թուրքիայի այդ քայլերը, որը միտված են նախկին Օսմանյան կայսրության վերականգնմանը, հանդիպում են Իսրայելի դիմադրությանը եւ ոչ միայն Իսրայելի, նաեւ Հունաստանի, Արևելյան Եվրոպայի այլ երկրների, վստահ եմ Իրանում էլ շատ ուրախ չեն Էրդողանի մտքերից, բայց Թուրքիան ունի նաեւ մեծ խնդիրներ, երբեմն երկրորդական թվացող խնդիրներ, օրինակ ջրի պակասը մարդիկ կարող են թերագնահատել։ Թուրքիային ուղեկցում են ոչ միայն քաղաքական խնդիրներ, երկիրը նաեւ կարող է կորցնել ջրային ռեսուրսները, երկրում ջրի պակաս կա, գետերն ու լճերը ցամաքում են եւ գիտնականները առաջարկում են առնվազն կրկնակի նվազեցնել ջրի սպառումը, իսկ ջուրը, ավելի ճիշտ նրա բացակայությունը լրջագույն մարտահրավեր է ցանկացած երկրի կենսունակության համար։ Ոմանք ասում են ջուրը նավթից թանկ է, չէ՞։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջ խաղացմանը խթանելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջ նորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է։ Դե երբ ասում եմ Ուկրաինայի մասին, այսինքն նաեւ Ուկրաինայի հայ համայնքի մասին, Եվրոմիությունը երկարաձգել է Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները, Ուկրաինան նաև Եվրոմիությունից ստացել է ավելի քան 2 միլիարդ եվրո, սա Եվրոպական միության կողմից տրամադրված ուղիղ բյուջետային օգնության 6-րդ հերթական տրանշն է, իսկ Լիտվան Ուկրաինային նվիրել է ջերմաէլեկտրակայան, ռուսական հարվածների ֆոնին Ուկրաինայի էներգետիկային։ Արևմուտքում դաշնակիցները աշխատում են համապարփակ անվտանգության համակարգի ստեղծման վրա, Ուկրաինան ռուսական նոր ներխուժումից պաշտպանելու նպատակով։ Խնդիրը այն է, որ հնարավոր խաղաղության համաձայնագրից հետո Ռուսաստանը այլևս երբեք չհամարձակվի հարձակվել Ուկրաինայի վրա։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Պաշտոնյայի խոսքով ռուս բռնապետ Պուտինը պետք է հստակ հասկանա, որ Ուկրաինայի դեմ ցանկացած նոր ագրեսիա իր համար կունենա կործանարար հետևանքներ։ Դրա համար ձևավորվում է զսպման համակարգ, որը հիմնված է 3 մակարդակի վրա։ Առաջին մակարդակը Ուկրաինայի զինված ուժերն են, երկրորդ բաղադրիչը կլինի վճռականների կոալիցիան, որը գլխավորում են Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, Գերմանիայի եւ այլ պետությունների մասնակցությամբ։ Դաշնակիցները Ուկրաինային կտրամադրեն լրացուցիչ ռազմական, տեխնիկական եւ կազմակերպչական հնարավորություններ, որոնք կհամալրեն Ուկրաինայի զինված ուժերի ներուժը եւ կծառայեն որպես Ռուսաստանի զսպման լրացուցիչ գործոն։ Համակարգի 3-րդ բաղադրիչը մնում է Միացյալ Նահանգների ներդրումը։ Ռյուտեն նշել է, որ դաշնակիցներն ու Ուկրաինան աշխատում են այս 3 մակարդակները մեկ միասնական կառուցվածքի մեջ միավորելու ուղղությամբ։ Իդեպ ՆԱՏՕ-ն մտադիր է Ուկրաինայի համար բացել զենքի մատակարարման 2-րդ ուղին Օդեսայի մարզի միջոցով։ Ռումինիայում 26 թվականի հունվարին կսկսի գործել Ուկրաինայի սպառազինության մատակարարումների համար 2-րդ խոշորագույն լոգիստիկ հանգույցը, որը կգործի զուգահեռ Լեհաստանի Ժեշով քաղաքում գտնվող հիմնական կենտրոնի հետ։ Այսպիսով Ռումինիան դառնում է ՆԱՏՕ-ի ընդլայնված լոգիստիկ աջակցության շրջանակում Ուկրաինայի մատակարարման 2-րդ ռազմավարական հանգույցը։ Դաշինքի այս որոշումը ուղղակիորեն վկայում է Ուկրաինան մեկուսացնելու եւ արևմտյան զենքի մատակարարումները խափանելու Ռուսաստանի փորձերի ձախողման մասին։ Իդեպ Ռուսաստանի կողմից Օդեսայի մարզի ծովային ենթակառուցվածքների վրա ակտիվացած հարվածները շատերը կապում են հենց ՆԱՏՕ-ի ծրագրերին հակազդելու Կրեմլի փորձերի հետ։ Եվս մի կարևոր թեմա նոր եվրոպական էներգետիկ ռազմավարությունը, որի մասին մենք արդեն բազմիցս խոսել ենք մեր եթերներում, հանգիստ չի տալիս Հայաստանի հարևան Ադրբեջանին, Ալիևը չի կորցնում Եվրոպա գազ մատակարարող երկրների ցանկում հայտնվելու հույսը։ Այս օրերին Բաքուն փորձում է լայնորեն գովազդել Ալիևի կողմից Սանկտ Պետերբուրգի ԱՊՀ գագաթնաժողովին չմասնակցելու փաստը։ Տարբեր երկրների ԶԼՄ-ները ուշադրություն են դարձնում այն բանի վրա, թե ինչպես է Ալիևը ցույց տալիս իր անհարգալից վերաբերմունքը ժամկետ անց Ռուսաստանի ղեկավար Պուտինի նկատմամբ։ Ալիևի քայլերը վկայում են արևմտյան դաշտը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից չկորցնելու փորձերի մասին։ Կրեմլը կորցնում է իր ազդեցությունը, անհրաժեշտ են նոր կողմնորոշիչներ եւ Ալիևը ակտիվորեն ընկած փնտրում է Ռուսաստանին փոխարինողը։ Wall Street Journal-ը անդրադարձել է Պուտինյան Ռուսաստանի քաղաքականությանը, ուկրաինական գերությունից փոխանակումների շրջանակում վերադարձած ռուս զինվորներին մեկուսացնում են ընտանիքներից, ենթարկում բազմաստիճան հարցաքննությունների, նվաստացնում եւ կրկին ուղարկում ռազմաճակատ։ Այսպես Կրեմլը պատժում է նրանց, ովքեր նախընտրել են ողջ մնալ, այլ ոչ թե զոհվել։ Գերությունից վերադարձը վերածելով դժոխք
դժոխքի նոր շրջանի։ Տուն վերադարձած ռուս զինվորները ստեղծած իրավիճակը հենց այդպես էլ ասում են։ Համեմատում են իրենց հանդեպ վերաբերմունքը դժոխքի շրջանների մեջ հայտնվելու հետ։ Wall Street Journal-ը նշում է, որ նախկին ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքը ժամանակակից Ռուսաստանում ավելի ու ավելի է հիշեցնում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների պրակտիկան։ Այն ժամանակ գերի հանձնվելը համարվում էր դավաճանություն, իսկ վերադարձածներին սպասում էին ֆիլտրացիոն ճամբարներ եւ բռնաճնշումներ։ Ստալինին վերագրվող մեզ մոտ ռազմագերիներ չկան, կան միայն դավաճաններ արտահայտությունը այսօր փաստացի կրկին դարձել է ռուսական պետության ոչ պաշտոնական սկզբունք։ Սա լավ պետք է հիշեն բոլոր նրանք, ում Պուտինը փորձում է ներգրավել իր բանակ։ Պատերազմը աստիճանաբար ներթափանցում է Ռուսաստանի կյանքի բոլոր ոլորտները, օրինակ նոր տարվա տոնակատարությանը պատրաստվելը տեղի ունենում սպառողական ակտիվության զգալի անկման ֆոնին։ Արձանագրվում է խիստ խնայողության ընդհանուր միտում, ռուսները ավելի հաճախ հրաժարվում են ավելորդ ծախսերից եւ սահմանափակվում են ապրանքների ու ծառայությունների նվազագույն փաթեթով։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունը։ Այս պահին 26 թվականի տոնակատարության միջին բյուջեն կազմում է մոտ 14000 ռուբլի, ինչը գրեթե կրկնակի պակաս է, քան նախատեսվում էր ծախսել 25 թվականի տոները նշելու համար։ Միևնույն ժամանակ տոնական ակտիվության ընդհանուր նվազման ֆոնին արձանագրվում է բացասական սոցիալական միտումներ, վիճակագրության տվյալներով ամանորի տոնի ընթացքում Ռուսաստանում մահացության մակարդակը միջինում աճում է 24%-ով, հասնելով գագաթնակետի ամանորի գիշերը եւ Սուրբ Ծննդյան օրերին։ Մի քիչ էլ խոսենք նաև ամերիկյան թեմաներից։ Ամերիկայի նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը կարող է դառնալ էթիկայի հետաքննության մասնակից Արաբական Միացյալ Էմիրությունների հետ կնքված գործարքի հետ կապված։ Այս մասին հայտնում է Սեմաֆորը, պարբերականը հղում անելով ներքին նամակագրությանը գրում է, որ պետդեպարտամենտի անկախ վերահսկող մարմինը քննարկում է երկու սենատորների դիմումը Արաբական Միացյալ Էմիրությունների հետ գործարքների ընթացքում Թրամփի վարչակազմի պաշտոնյաների կողմից էթիկական նորմերի պահպանման հարցը ստուգելու վերաբերյալ։ Կարծում եմ հեռու չէ այն օրը, երբ Ուիթկոֆին հարցեր կտան նաև Ռուսաստանի հետ աշխատանքի թեմայով։ Իդեպ ամերիկյան դեմոկրատական կուսակցությունը մտադիր է նախաձեռնել նախագահ Թրամփի իմպիչմենտի գործընթացը, եթե 26 թվականի միջանկյալ ընտրություններից հետո կոնգրեսում մեծամասնություն ստանան։ Այս մասին հայտարարել է ներկայացուցիչների պալատի խոսնակ հանրապետական Մայք Ջոնսոնը։ Ակտիվ է էլի ամերիկյան կյանքը Թրամփի հետ հոզորով չի։ Մեծ մերձավոր արևելքի տարածաշրջանում զարգացումների թեմայով ես ծրագրում եմ հարցազրույց հայտնի ուկրաինացի փորձագետի հետ, ով լավ է ճանաչում Հայաստանի առաջնահերթությունները։ Ինձ համար կարևոր է, որ մեր լսարանը ոչ միայն տեղեկանա նոր զարգացումների մասին, այլ նաև ստանա տեղի ունեցողի վերլուծական գնահատական։ Հենց այդ պատճառով ես իմ եթերներում կարճ ներկայացնում եմ նոր իրադարձությունները, իսկ քննարկումները կկազմակերպենք փորձագետների հետ միասին։ Ինչ վերաբերում է Թուրքիայի ջրային թեմային, ապա միայն հավելեմ, որ չնայած հենց Թուրքիայի ներսում ջրի պակասին, Անկարան շարունակում է փորձել ջուրը փոխանակել նավթի հետ Իրաքի հետ հարաբերություններում։ Այնտեղ հարցերի ու ոլորտների բարդ հանգույց է խառնված եւ ճիշտ կլինի մասնագետների հետ խոսել այդ թեմայով։ Մոտեցանք ռազմաճակատի լուրերին։ Ռուսական բանակը Սումիի եւ Խարկովի մարզերում վարում է կոգնիտիվ պատերազմի նոր արշավ, ձգտելով ստեղծել ուկրաինական ճակատի գծի քայքայման տպավորություն եւ ամրապնդել իր դիրքերը արևմուտքի հետ հնարավոր բանակցությունների ֆոնին։ Այս մասին ասվում է ամերիկյան պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի զեկույցում։ Վերլուծաբանները ուսումնասիրել են ռուսական զորքերի մարտական ակտիվությունը Սումիի մարզի Գրաբովսկայի եւ Խարկովի մարզի Սոտնիցկի կազաչոք շրջաններում։ Ամերիկյան վերլուծաբանների գնահատմամբ Մոսկվան կարող է այս սահմանամերձ գյուղերի նկատմամբ տեղային հարձակումները ներկայացնել որպես իբր նոր լայնամասշտաբ հարձակման տարր, ամրապնդելու ուկրաինական պաշտպանության լիակատար փլուզման մասին կեղծ նարատիվը։ Միևնույն ժամանակ մասնագետները նշում են, որ ճակատի արագ փլուզման իրական նշաններ չկան եւ Ռուսաստանի հաղթանակի բեմադրությունը արդեն պարզ կարդացվում է։ Միաժամանակ Ուկրաինան վարում է համակարգային պատերազմ ուղղված Ռուսաստանի ռազմական ռեսուրսի ոչնչացմանը, ինչպես մարտադաշտում, այնպես էլ թիկունքում։ Ուկրաինայի ռազմական հետախուզությունը հարված է հասցրել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում գտնվող Տաման նեֆտեգազ ծովային նավթային տերմինալին։ Դեկտեմբերի 22-ի գիշերը Ուկրաինայի հարվածային դրոնները խոցել են լցման տերմինալի սարքավորումները, հեղուկացված գազի նավահանգստային նավամատույցը, ինչպես նաև օբյեկտի նավահանգստային ենթակա
կառուցվածքը։ Արդյունքում տերմինալի տարածքում բռնկվել է խոշոր հրդեհ։ Թամանյան բեռնափոխադրման համալիրը համարվում է Սևծովյան տարածաշրջանի խոշորագույններից մեկը, այն ունի ավելի քան 1 միլիոն խորանարդ մետր տարողությամբ պահեստային ռեզերվուարների համակարգ նավթի եւ հեղուկացված գազի համար։ Բացի այդ, ուկրաինական արտադրության հրթիռի միջոցով հաջողվել է խոցել 92-րդ գետի մոտորանավերի բրիգադի լողամիջոցների ժամանակավոր բազավորման կետը, ժամանակավորապես օկուպացված Ղրիմում, հարվածի վայրում նույնպես արձանագրվել է զգալի հրդեհ։ Ի թիվս այլ միջոցառումների հակառակորդի լոգիստիկ ապահովման համակարգը խափանելու նպատակով Պոկրովսկի ուղղությամբ իրականացվել է խոցում ռուսական մոտոհրաձգային գնդի զինամթերքի պահեստի նկատմամբ Ուկրաինսկ քաղաքում, Դոնեցկի մարզի ժամանակավորապես օկուպացված տարածքում, նախնական տվյալներով թիրախը ոչնչացվել է։ Բացի այդ, հարվածներ են հասցվել ռուսական հարվածային դրոնների պահեստավորման նախապատրաստման եւ արձակման վայրերին Դոնեցկ քաղաքում, Շահեդ եւ Գերան տեսակի դրոնների կիրառման ինտենսիվությունը նվազեցնելու նպատակով խոցումից հետո բռնկվել է հրդեհ, վնասի չափը դեռ ճշգրտվում է։ Թշնամու տեխնիկայի եւ լոգիստիկայի ոչնչացման նպատակով շարունակվում է նաեւ պարտիզանական ակտիվ գործունեությունը։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության գործակալը դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը Լիպեցկի մոտ ներթափանցել է ավիացիոն անգար եւ հրկիզել Սու-27 եւ Սու-30 ինքնաթիռները, երկուսն էլ ոչնչացնելով։ Դիվերսանտը հրկիզումից հետո առանց խոչընդոտների լքել է պահպանվող օբյեկտը։ Տեսագրությունները առկա են մեր Telegram-յան ալիքում։ Հիշեցնեմ, որ օրը 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջ նորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է։ Իսկ դեկտեմբերի 22-ի վաղ առավոտյան Մոսկվայի հարավում բնակելի թաղամասում տեղի ունեցել հզոր պայթյուն։ Միջադեպը տեղի է ունեցել Յասինևայա փողոցի բազմահարկ շենքի բակում, որտեղ կայանված էր զինվորականի ավտոմեքենան։ Ավտոմեքենայի ղեկին եղել է Ռուսաստանի զինված ուժերի բարձրաստիճան սպա գեներալ-մայոր Ֆանիլ Սարվարովը, որը մասնակցել էր Ուկրաինայի դեմ պատերազմին։ Նա չի փրկվել։ Վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում գրանցվել է 223 մարտական բախում։ Ռուսական զորքերը փորձել են հարձակվել 11 ուղղություններով, ամենից շատ նորից Պոկրովսկի ուղղությամբ։ Անցած մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի օկուպացիոն բանակը Ուկրաինայում կորցրել է 1120 զինծառայող։ Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են նաև շուրջ 200 միավոր ռուսական տեխնիկա եւ զինամթերք։ Ուկրաինայի գլխավոր շտաբի գնահատականով լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց ի վեր ռուսական զորքերի ընդհանուր կորուստները կազմել են արդեն 1,197,860 օկուպանտ։ Ուկրաինայի հոբ ուժերը 3 գիշերը խոցել են թշնամու 86 հարվածային միջոցներից 58-ը, նորից բոլորից շատ թշնամին թիրախավորում էր Օդեսայի մարզը։ Երկուշաբթի օրով շատ չի երկարացնեմ եթերը, խնդրում եմ չմոռանաք լայքել եւ տարածել մեր հաղորդումը եւ իհարկե ովքեր դեռ բաժանորդագրված չեն ալիքին, խնդրում եմ անպայման բաժանորդագրվեք։ Ձեզ ամենալավն ու բարին եմ ցանկանում։ Հուսամ վաղը ել ավելի լավ լուրերով կհանդիպենք։ Բարով մնաք։